Երկրի վրա քայլող քաջարյուծները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Նարեկ Վարդանի Մկրտչյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Խոտ գյուղում, ապա տեղափոխվել են Որոտան, երկու եղբայր, մեկ քույր էին, շատ անվախ երեխա էր, ոչնչից չէր վախենում, բարի էր, կամեցող և բոլորին ձեռք մեկնող, գեղեցիկը գնահատող էր, ծաղիկներ էր շատ սիրում, դաշտից հավաքում, փունջ կապում մայրիկի համար, բայց սխալ չէր լինի նրան նաև անվանել մերօրյա Կարաբալա, քանզի մինչև տուն հասնելը Կարաբալայի նման փողոցով անցնող կանանց ու աղջիկներին իր ծաղիկներից բաժին էր հանում։ Համագյուղացիներին միշտ օգնել է ինչով կարողացել է, ֆիզիկապես շատ ուժեղ էր, դպրոց գնացել է 2003 թվականին, սովորել է Որոտանի միջնակարգ դպրոցում, եղել է հարվածային, շատ էր սիրում ռազմագիտություն և ֆիզկուլտուրա առարկաները, չափազանց ընկերասեր էր և սիրում էր ընկերների հետ խնջույքներ կազմակերպել, նաև շատ աշխույժ էր, երբ ուսուցիչները հարցնում էին, թե ինչ մասնագիտություն է ընտրելու, պատասխանում էր, որ ուզում է ծառայի ու պաշտպանի իր հայրենիքը, միշտ ասում էր, ուզում եմ ծառայել, մի անգամ դպրոցի դասարաններից մեկի դուռը փակվել է, ֆրանսերենի ուսուցչուհին Մուսախանյան Լուսինեն ու մի աշակերտուհի մնացել են դասարանում, կողքի դասարանից Նարեկը լսել է նրանց ձայները և արձագանքել. ընկեր Մուսախանյան, ձեզ հիմա կօգնեմ, հանգիստ եղեք, և ճարպկորեն մի դասարանի պատի վրայով անցել է մյուս դասարան, հեռավորությունը մոտ 2 մետր էր, կարողացել է բացել դուռը, կազմակերպվող ամեն մի միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում, երբ սպորտային միջոցառումներ էր լինում, առաջինը նրան էին ընտրում, ով միշտ վերադառնում էր հաղթանակած, դպրոցի անունն ու պատիվը բարձր պահելով, նաև շատ լավ ձայն ուներ, երգում էր, դպրոցն ավարտել է 2014 թվականին, ձի ուներ, որ իրեն շատ հավատարիմ էր, երբ բանակ պիտի գնար, իր խնջույքի խորովածի փայտն իր ձիու հետ բերեց անտառից, պաջան, փայտն էլ բերեցի, որ քիչ չարչարվեք, նա ամեն բան ուզում էր անել, որ ծնողներին նեղություն չտա, բանակ չգնալու հնարավորություն ուներ, բայց երբ ուսումնական վարժանքներ էին անում, նա դժվար վարժանքներն էր անում, որ հանկարծ իրեն հետ չգցեն, ասում էր, եթե ես չգնամ, մյուսը չգնա, բա ով գնա, և 2015 թվականին զորակոչվեց բանակ, Արցախ մատաղիս, ապա Թալիշ, առաջնագծի դիպուկահար էր, ծառայում էր սիրով, միշտ մասնակցել է մրցումների, վազք, կրակային և ստացել պատվոգրեր, բանակից շնորհակալագրեր ուղարկել են նաև դպրոցին, նման աշակերտ կրթելու և դաստիարակելու համար, դիրքերում նա շուն ուներ, ինքն էր վարժեցրել, հավատարիմ էր նրանից անբաժան, մինչև վերջին օրը, ապրիլյան պատերազմի ժամանակ արդեն մի տարի 3 ամսվա ծառայող էր, վերջին անգամ, երբ զանգել է տուն, ծնողներն արդեն լուրերով լսել էին պատերազմի մասին, հայրն ասել է, որ ուզում է գնալ, բայց ինքը հանգստացրել է, թե հանգիստ եղիր, վտանգավոր բան չկա, ինքը լավ է, մարտնչել է անվարան, ոչնչացրել հակառակորդի, ամսի 3-ին ոտքից վիրավորվել է, տեղափոխել են հոսպիտալ, բայց հետ է փախել, դիրքեր, հաջորդ օրը, ապրիլի 4-ին Թալիշում էր, երբ կրկին վիրավորվել է, հրամանատարը նահանջի հրաման է տվել, բայց ինքը մնացել է վերջինիս կողքին, մինչև վերջ ու արիաբար էլ զոհվել, խոնարհվում է մեր քաջի հիշատակի առջև, հետմահու Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է
մարտական ծառայություն մեդալով, ապա նույն թվականի մայիսի 4-ին պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, ստացել է նաև շնորհակալագիր, ապա ստացել է արիություն մեդալ, ինչպես նաև պարգևատրվել է հայրենիքի պաշտպանության համար մեդալով, իսկ Որոտանի դպրոցի դահլիճն անվանակոչվել է նրա անունով, դպրոցի բակում էլ ծնողների կողմից խաչքար է տեղադրված, «Փառք ու խոնարհում մեր աննկուն քաջին»։